Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր նոյեմբերի 21-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե կսկսենք Նիկոլ Փաշինյանի այցելությունից Ղազախստան, բայց մինչև այդ ուղղակի ասեմ, քանի որ Դոնալդ Տրամփի խաղաղության հետ կապված առաջարկը լայնորեն քննարկվում է ամբողջ աշխարհում, ուկրաինական պատերազմի դադարեցման հետ կապված, եւ այդտեղ լուրջ հարցեր կա, որ պետք է իրար հետ քննարկենք, որովհետեւ դրանով է պայմանավորված դրա հանգուցալուծումով, թե ինչպիսի նոր աշխարհակարգ մենք կունենանք։ Իսկ դա վերաբերվում է նաեւ մեր երկրին, մեր տարածաշրջանին ու մեր աշխարհին։ Իսկ հիմա Ղազախստանից։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկայևը Աստանայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է. Ղազախստանն ու Հայաստանն այսօր միջպետական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնող ռազմավարական գործընկերության պատմական փաստաթուղթ կստորագրեն։ Նիկոլ Փաշինյանը եւ Կասիմ Ժոմարտ Տոկայևը հանդիպումից հետո ստորագրել են համատեղ հայտարարությունը։ Իհարկե, ես որ ասում եմ ռազմավարական գործընկերության պատմական փաստաթուղթ, վերջի ժամանակները տեսել եք տենց երկիր, որի հետ Հայաստանը ռազմավարական գործընկերության փաստաթուղթ չի ստորագրել։ Ու ստացվում է այնպես, որ այնպիսի լայն ծրագրեր են քննարկում տարբեր երկրների հետ իրական Հայաստանի համար։ Իմ մոտ այն տպավորությունն է, որ մենք արդեն ծովից ծով Հայաստանն ունենք, որովհետև այդքան երկրի հետ ռազմավարական գործընկերություն, տնտեսական կապերի զարգացում, այս մի փոքր երկրի համար, այս մի փոքր շուկայի համար շատ տարօրինակ է։ Բայց լավ, հասկանանք ի վերջո արդյունքում ինչ է կատարվում։ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկայևը վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ ոսկե արծիվ շքանշանով։ Հիմա վարչապետ Փաշինյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ եղբայրական Ղազախստանի Հանրապետության բարձրագույն պարգևին եւ անձամբ ստանալ այն Ղազախստանի նախագահից։ Դուք մեծ փորձառություն ունեցող քաղաքական գործիչ, պետական գործիչ եւ դիվանագետ եք։ Ձեր գնահատականը շատ բան է նշանակում եւ ես վստահում եմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն խորանալ։ Ուզում եմ իմանամ Ղազախստանը Նիկոլ Փաշինյանի համար կամ մեր երկրի համար որ կողմից է բարեկամ։ Նիկոլ Փաշինյանի հորանց կողմից թե մոր կողմից։ Այսինքն Ղազախստանը ո՞նց է եղբայրական պետություն։ Ինչից ելնելով։ Որն է այդ եղբայրությունը։ Ղազախստանը խորհրդային միության կազմում 15 հանրապետությունից մեկն է եղել։ Եթե դա ի նկատի ունի Նիկոլ Փաշինյանը այդ աղբերությունը շարունակվում է, Նիկոլ Փաշինյանից լսել եք, որ ինքը Մերձբալթյան 3 հանրապետություններից որևէ մեկի եղբայրական համարի, Ուկրաինային համարի, բա ոնց է որ հենց եղբայրականը Ղազախստանը, Ռուսաստանը, թե որ ԵԱՏՄ անդամ է, ՀԱՊԿ անդամ է, թեկուզ մենք սառեցել ենք, բայց անդամակցությունը չենք դադարեցրել։ Ղազախստանը Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնադիր անդամ է, որը ստեղծվել է 2001 թվականի հունիսի 15-ին 6 երկրների կողմից՝ Ռուսաստան, Չինաստան եւ Կենտրոնական Ասիայի 4 պետություններ, բացառությամբ Թուրքմենիան, այսինքն Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։ Այն որ ասում են Շանհայի վեցնյակ, հետո զգացին, որ 6-ը սիրուն թիվ չի, կամացեցին պետություններ ավելացնել։ Այսինքն Ղազախստանի հետ մեր գործընկերությունը, որը մտնում է Թուրանի մեջ, որ Թուրքիան ցանկանում է այդ ստանա դա թուրքական պետություններ, որ ասում են, սկզբից ասում են թուրքալեզու, հիմա էլ չեն ասում։ Արդեն են ասում են թուրքական պետությունը, այդ թուրքական ազգերը, ժողովուրդները։ Էդ էլ մի կողմ։ Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը պատվիրակությամբ գտնվում էր Ստամբուլում եւ նշեց աննախադեպ հանդիպում Էրդողանի հետ, հաջորդ օրը ինչ տեղի ունեցավ։ Հաջորդ օրը տեղի ունեցավ Իսլամական համագործակցության կազմակերպության հետ 57 երկրները հավաքվեցին եւ դատապարտող հայտարարություն ընդունեցին Հայաստանի հանդեպ, որ ինքը պետք է 300,000 ադրբեջանցի փախստականներին վերադարձնի եւ պարտավորեցրեցին դա։ Եվ նաեւ պետք է վճարի 150 միլիարդի տուգանք, որ շահագործել է Ադրբեջանի հանքերն ու տարածքները։
այդ փաստաթուղթը դրան կողմ արտահայտվել նաև Ղազախստանը։ Նիկոլ Փաշինյանի ծպտունը դուրս եկել, որ հանդիպելուց ասի, բայց մի հատ էլ մի հատ հասկանանք։ Դու մեզ ինչու էիր մեղադրում։ Այս է եղբայրական Ղազախստանն է մեղա։ Ղազախստանը Չես հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի համար այդ Ղազախստանի համար Ադրբեջանը եղբայր է, ուրեմն իր համար էլ է եղբայր։ Ինքը իրան այդտեղ է պատկերացնում, այդ ընտանիքի անդամ է, այլևս վաղուց պատկերացնում։ Ղազախստանը 5 Կենտրոնական Ասիայի երկրների հետ Ադրբեջանի հետ ստեղծեց այդ 6-ը 5 գումարած 1 իրանց համագործակցությունը ընդլայն է։ Դրանից առաջ Ամերիկայում գնաց Թրամփի հետ պայմանավորվածություններ ձեռք բերեցին, փորձեն շրջանցել Ռուսաստանը։ Այն Ռուսաստանը, որ Փաշինյանի համար էլ աղբեր, չենք մոռացել մենք նրա մասին։ Այսինքն մենք ինչ ենք ակնկալում։ Տնտեսական կապեր, ենթադրենք Թրիփով իրանք հետաքրքրված են կգա տեղով բեռներ կանցնի, որտեղից կգա կանցնի Չինաստանից կգա, որտեղից կգա Ղազախստանից կգա կանցնի կգնա Հայաստանով, Հայաստանը կծառայի տրանզիտ։ Հասկացանք։ Դրանից մեծ ակնկալիքներ ֆինանսական մենք չունենք, քանի միլիոն տոննա բեռուզմ անցնի, որովհետև ընդամենը 42 կիլոմետրի փոխադրման վարձը տես մեծ թվեր չի։ Դրանից մեր սպասելիքը պետքա լինի, որ նենց չլինի, որ հանկարծ մենք այդտեղ չլնենք գործընկեր, լիիրավ պարտնյոր լինենք առաջի հերթին Ամերիկայի համար, նոր մտածենք մյուս երկրների, որովհետև ինչպես տեսնում եք Ադրբեջանն էլ Թրիփի հարցը քննարկում է Ամերիկայի ներկայացուցիչի հետ։ Այն դեպքում, երբ որ խոսքը գնում էր նրա մասին, որ այդ Թրիփը անցնում է Հայաստանով, Ադրբեջանի մասը ուրիշ անուն ունի։ Բայց ինքն էլ պետք է չխառնվեր, դա ոնց որ Հայաստանն էր անելու Ամերիկայի հետ, բայց Ադրբեջանը իր պարտն է համարում դա քննարկից։ Հիմա հարց. Եթե քեզ դատապարտում են ասում են ինչի 300,000-ին չես վերադարձնում, եթե քեզ դատապարտում են ինչի 150 միլիարդը չես տալիս ու ծպտունը դուրս չի գալի, մի անգամ մի հատ իսլամական պետության հասցեին Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մենք դժգոհ ենք, որ դուք սենց որոշում եք կայացրել կամ կողմ եք արտահայտվել, բայց Ստրասբուրգում գնացել էր Բրիտանիայի պատվիրակիները, որ լաչառացել էր, ասում է, դու ինչ իրավունք ունեք, դատապարտում են, որ դուք Զանգեզուրի միջանցք կանուն եք տալի, փաստաթղթի մեջ դա չկար, ասեց, դատապարտեց, քննադատեց, հետո եկավ Հայաստան, ասում է, ժողովուրդ ջան, պարզվում է կա է Զանգեզուրի միջանցքը, ուղղակի Թրիփին չի վերաբերվում։ Ադրբեջանը իր մասի անունն է Զանգեզուրի միջանցքերը, բայց քեզ հարց տվողը հարց էր տալիս Զանգեզուրի միջանցքի ճանապարհի մասին, դա չէ լաչառացել։ Բա մի հատ մուսուլման ղեկավարի մոտ լաչառացի, մի հատ նայենք ձևը սովորենք, էլի։ Ուղղակի ուզեմ ասեմ, որ դուք պատկերացնեք, որ դրանից ինչի մենք մեծ սպասելիք չունենք, որովհետև եթե Ռուսաստանը Հայաստանի որևէ պաշտոնյայի չինովնիկ աշխարհիկ թե հոգևոր մեդալա տալիս, մենք ասում ենք, այս ինչ է, նրան էս ծառայում։ Այն դեպքում, երբ որ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները նաև մեր իշխանության մեղքով շատ ավելի ջերմա, քան պետք է լիներ, ու շատ ավելի ջերմ, քան Ղազախստանի հետ։ Բայց որ Ղազախստանն է մեդալ տալիս ու գովում է, դու էլ Տոկաևին ես գովում, հետ չհիշեցիք Տոկաևի քվեարկությունը։ Ինչի համար է քեզ մեդալ տալի, որ ինչ ասում են գառնուկի պես կատարում ես։ Դրա համար է մեդալը տվել։ Կոնկրետ ինչ ես արել, որ արժանացել ես այդպիսի պարգևի։ Ղազախի կողմից ինչ ես արել։ Համաշխարհային ինչ որ հարց ես լուծել, ինչ ես արել։ Նենց որ մենք սրան իհարկե էլի ուշադրության կենտրոնում կպահենք, ստե շատ կարևոր, եթե համարում եմ, այդ տեսեք Ղազախստանի հետ հարաբերությունը լավացնում ենք, էլի բայց տեսեք Ղազախստանը այն մյուս երկրների հետ ոնց են մտածում, որ պարզապես Հայաստանի տարածքը կօգտագործեն, իրանք կկապվեն, իրանց հարցերը կլուծեն։ Ընդամենը Հայաստանը կլինի ուղղակի տրանզիտ, ոչ ավելին։ Ու պատահական չի, որ նորից ցանկացած առիթով, ինչքան Ալիևը խոսում է նաև ամերիկացիների հետ, նորից ասում է, այո, Ադրբեջանի հիմնական մասը կկապվի Նախճեվանի հետ անխոչնդոտ։ Պարտադիր նշում է անխոչնդոտ եւ պարտադիր նշում է, որ այդ ճանապարհի նպատակը Ադրբեջանի հիմնական մասը կապել Նախճեվան։ Կարելի է կարծել, մեր ուշտումիտ կնայր, որ դա կապվեր մեկը մեկի հետ։ Մենք մտածել ենք, որ այդ տրանզիտը ինչ որ օգտել նաև մեզ պետք է բերի, կամ պատասխան բանել մենք պետք է ասենք։ Հիմա այսօր մի հատ բան նայենք, ամսի 6-ի
Հայաստան մտավ բեռը, ցորենը մտավ Ռուսաստանից, հետո մտավ Ղազախստանից։ Նիկոլ Փաշինյանը անմիջապես ասեց, որ մենք պետք է փորձենք բանակցություն վարենք, որ տեսնենք կարող ենք մենք էլ այդ ճանապարհով բեռ ուղարկել։ Ճանապարհը բացվել է ընդհանրապես, թե բացվել է կոնկրետ ապրանքի համար, որ մենք էլ հասկանանք, այդ կոնկրետ ապրանքը իրանց պետք էր մեզ տալը, թե այդ ճանապարհը բացվել է։ Ամսի 6-ից քանի օր է անցել, այսօր ամսի 21-ն է, 15 օր։ 15 օրվա մեջ Նիկոլ Փաշինյանը պարզեց Ադրբեջանը հիմա թողելու է Հայաստանից բեռ անցնի թե չէ։ Պարզել է ժողովուրդ ջան։ Դուք իմացել եք դրա մասին։ Այսինքն պատկերացնում եք ինչ աշճանի է Հայաստանի իշխանությունները անտեղյակ, թե ում համար այդ ճանապարհը բացվեց։ Եթե դա բացվել է Տրամպի հետ համաձայնեցված օգոստոսի 8-ի փաստաթղթի առումով, բան չի բացվել։ Նույնիսկ չգիտեք դուք կարաք հակառակ ուղղությամբ ուղարկեք թե չէ։ Բայց սա ենք ասում ժողովուրդ ջան, որտեղ երջանկացած պատմում են, այս արինք, այն արինք, այս հաջողությունները գրանցեցինք, ասում ենք սա է վիճակը։ Վիճակը սա է, որ 15 օրվա մեջ չես կարողացել նույնիսկ իմանաս ինչ որ բան անելու ես թե չէ, կամ մյուս բեռները թողելու են թե չէ, կամ մյուս բեռերը վերաբերում է միայն ցորենին, թե ուրիշ բանի, որ հասկանաս ինչն է պատճառը, որ հենց մենակ ցորեն, թե ուրիշ ապրանք էլ կարող են բերել։ Մենք էլ կարող ենք տանել։ Այսքան օրը բավարար չէր պարզելու համար։ Այդ աշճանի մեր իշխանության հետ այդ ամբողջ ծրագրի մեջ անտեղյակությունը ցույց է տալիս, որ իրանք այդ թեմայի մեջ ուղղակի չկան։ Ուղղակի իրանց պետք է եղել բերեն, սրանք էլ ողջևորվել են, որ դա շատ ժողովրդի վրա թանկ կծախեն։ Այ ժողովուրդ ջան, տեսակ ինչ հաջողություններ են գրանցել։ Իսկ հիմա նայենք ուկրաինական պատերազմի հետ կապված իրոք շատ լարված ու բարդ իրավիճակ է։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ առիթն օգտագործել է, սկսել է հիմա Ուկրաինայի հասցեին էլի նորից։ Պուտինն ինչ է ասում, Ուկրաինայում այլևս քաղաքական ղեկավարություն չէ, հանցավոր խումբ է, Կիևի ղեկավարությունը, իշխանությունը պահում է հարստանալու համար։ Էդ էլ նկատի ունի, որ կոռուպցիոն սկանդալ, իհարկե կոռուպցիոն սկանդալը շատ վատ էր, որ եղավ, հարցը դա չի բնական է, բայց որ վատ է, դա եմ ասում բնական է, բայց մոռացել ենք, թե Ռուսաստանում քանի բարձրաստիճան զինվորական պաշտոնյա են բռնել կոռուպցիայի վրա։ Եվ ինչ ֆանտաստիկ թվեր են բացահայտել։ Գոնե Պուտինը եթե գտնում է, որ դրանից հանցավոր իշխանություն է, բայց իր իշխանությունը ինչ է, մեծ էլ իմանանք, էլի ով քննադատողը գոնե նույն բանը անողը չլինի։ Հիմա ինչ է ասում, Կուպյանսկ Ազլովոյի շուրջ հաջողվել է շրջափակել Ուկրաինայի զինված ուժերի շուրջ 15 գումարտակ։ Ուկրաինացի զինվորականները պետք է հնարավորություն ունենան վայր դնել զենքը եւ գերի հանձնվել, նշել է Պուտինը։ Իսկ այս վերջի անգամ որորդ անգամ է, որ ինքը խոսում է շրջափակման մեջ ընկածների մասին, ու տենց է շրջափակվածները զենքը վայր չդրեցին, իրանք չեն նկարել ցույց տվել, որևէ բան տենց չի եղել, ու որևէ անգամ իրանք չի հաջողվել դա շրջափակել ու անել։ Ամեն անգամ սա արվում է նրա համար, որ Դոնալդ Տրամպին ցույց տան, որ տեսեք, առաջ խաղացում ունեն, շրջափակման մեջ են գցել։ Մի անգամ Դոնալդ Տրամպը մի ձևով ընդեղից զանգեցեց, կխնդրեմ, որ նրանց բաստողի, ընդհանրապես նման խնդիր չկար, որ խնդրեիր բաստողեն, որտեղ նրանք շրջափակման մեջ չէին ընկել։ Բայց հիմա նայենք, Սպիտակ տան հայտարարությունը ասված է, Սպիտակ տունը խաղաղության ծրագիրն անվանել է լավ եւ Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար։ Վաշինգտոնը կարծում է, որ այն պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար էլ։ Բանակցությունները շարունակվում են։ Թրամփն աջակցում է Ուկրաինայում նոր խաղաղության ծրագրերին, հակամարտությունը կլուծվի չնայած կասկածներին։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Զելենսկին ստացել է ամերիկյան կողմի մշակած խաղաղության ծրագրի նախագիծը եւ այն կքննարկվի Դոնալդ Տրամպի հետ։ Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հաստատել է, որ Եվրամիությունը ոչ մի ներկայացուցիչ չի աշխատել ԱՄՆ-ի Ուկրաինայում խաղաղության հաստատելու ծրագրի վրա։ Ոչ ոք չի հայտնել, որ մասնակցել է այս ծրագրին, նշել է Կալասը։ Առնվազն խիստ տարօրինակ է, որ Դոնալդ Տրամպը մնում եւ ինքը խաղաղության փաստաթուղթ է առաջ բերում, այն դեպքում, երբ որ հսկայական պարտավորություններ էր ինքը պատկերացնում, որ պետք է Եվրոպան աներ։ Այսինքն ոնց է, որ կարգավորումը պետք է ինքը անի եւ Ռուսաստանը հայտարարում, ասում մենք տեղյակ չենք եղել այդ փաստաթղթից։
Նույնիսկ հիմա, այսինքն չենք էլ տեսել ինչի մասին է խոսքը։ Այսինքն Ուկրաինայի համար ընդունելի չի, Ռուսաստանի համար ընդունելի չի, Եվրոպան տեղյակ չի, Տրամպը մենակ է արել։ Հետո ասում է էսա վիճակը։ Ինչն էր տենց հապշտապ հարցի լուծումը, որտեղ մտածեց, որ կարող է իսկապես Ռուսաստանը այս տեմպին չդիմանա ու խնդիրներ առաջանա, բա ասում էր, որ 6 ամիս հետո կտենա Ռուսաստանը պատժամիջոցների հետևանքը, բա 6 ամիսը չի անցել, սպասի 6 ամիսը անցնի, պատժամիջոցների հետևանքը տեսնի, նոր խելքը գլուխը գա, խաղաղությանը համաձայնվի։ Ինչի է շտապում, որ օգնես Ռուսաստանին, որ հանկարծ Ռուսաստանը չկործանվի, Պուտինը հանկարծ չկործանվի, որտեղ Պուտինի կործանումը Տրամպը համարում է հավասարազոր իր կործանմանը։ Մարդը դե մի տենց է, հիմա ինչ կարանք անենք։ Հիմա նայենք ինչա կատարվում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկի խաղաղությունն է անհրաժեշտ եւ մենք գնահատում ենք նախագահ Տրամփի ջանքերը, մենք աղմկալի հայտարարություններ չենք անի եւ տրամադրված ենք հստակ ազնիվ աշխատանքի։ Ուկրաինան, Միացյալ Նահանգները եւ մեր բարեկամները եւ գործընկերները Եվրոպայում եւ աշխատում, նշել է Ուկրաինայի նախագահը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով Մոսկվան պաշտոնապես ոչինչ չի ստացել եւ կետերի վերաբերյալ որևէ բովանդակային քննարկում չի եղել։ Այդ դուք պատկերացրեք, այսինքն էսա վիճակը։ Տրամպը ուզում է պարզապես ճնշի Ուկրաինայի վրա, փրկի Ռուսաստանին։ Իմաստը հրապարակվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի Ուկրաինայի խաղաղության ծրագիրը։ Արագ միած ծրագրով անցնենք, որ տարածքային հարցեր Ղրիմը, Լուգանսկը եւ Դոնեցկը ճանաչվել են որպես փաստացի Ռուսաստանի տարածքներ, ոչ թե իրավաբանորեն, այլ ուղղակի փաստացի, որ նրանք դրա վերահսկողություն են։ Խերսոնը եւ Զապորոժեն սառեցված են շփման գծի երկայնքով։ Ուկրաինան դուրս է բերում զորքերը Դոնեցկի մարզի մի մասից, այնտեղ կստեղծվի ապառազմականացված բուֆերային գոտի։ Անվտանգության հետ կապված Ուկրաինան սահմանադրորեն ամրագրում է ՆԱՏՕ-ին միանալուց հրաժարվելը։ Դաշինքը օրենսդրորեն ամրագրում է Ուկրաինայի չընդունվելը։ Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի թիվը սահմանափակվում է 600,000-ով։ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Ուկրաինայի տարածքում արգելված է։ Ուկրաինան ապահովում է իր ոչ միջուկային կարգավիճակը։ Այս լա Ուկրաինայի պարտավորությունների մասին գալիս է։ Զապորոժիայի ատոմակայանը կգործարկվի միջազգային հսկողության ներքո, արտադրված էլեկտրաէներգիան հավասարապես կբաշխվի Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև։ Այսինքն Զապորոժիայի էլեկտրոկայանը ատոմային Ռուսաստանը օկուպացվում է, հետո կիսվում են։ Տնտեսական ասպեկտ բազմամիջոցների վերացմամբ Ռուսաստանը աստիճանաբար վերադառնում է համաշխարհային տնտեսություն։ Ռուսաստանը հրավեր է ստանում վերադառնալու մեծ ութնյակ J8։ Հիմա այդ համաշխարհային տնտեսություն վերադառնալն ու մեծ ութնյակը մի հատ հասկանանք ինչի մասին է խոսքը։ Ումից է հրավեր ստանում Ռուսաստանը։ Մեծ յոթնյակը դա 4 եվրոպական պետություն է՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա։ Դա միջազգային կազմակերպություն չի, չունի դա կանոնակարգ, կանոնադրություն անդամագրվելու, դուրս անելու կամ մեկին հեռացնելու կամ կոնսենսուսով որոշում ընդունելու։ Լավ, մեկը չկա մի իրավաբան Դոնալդ Տրամփին ասի, ընկեր ջան, դա խորհրդակցական հարթակ է։ Ինչն ես ներս բերում, ում ես դուրս հանում, ում ես հրավիրում։ Հասկանում են կյանքի նպատակը, նայ ասում եք Ռուսաստանին իզուր հանեցին։ Ռուսաստանը կանգնեց, ասես դա այլևս այն ձևաչափը չի, որ մեզ հետաքրքրի։ Ռուսաստանը կանգնեց, ցույց տվեց, որ դա ինչ ձևաչափա, որ ինձ հետաքրքրի։ Ընկել ես, խնդրում ես, ասում ես դու պիտի դառնաս մեծ ութնյակի անդամ։ Ոնց ես դու Ուկրաինայից ստորագրում փաստաթուղթ, որի արդյունքում Ռուսաստանին հրավիրում ես մեծ ութնյակ։ Ուկրաինան է հրավիրելու։ Այսինքն դու քննարկում ես խաղաղության մի փաստաթուղթ առանց եվրոպական 4 երկրի, առանց Ճապոնիայի ու առանց Կանադայի, հետո փաստաթուղթը այսօր Զելենսկին ստորագրում է այդ փաստաթուղթը, ով է հրավիրում Ռուսաստանին։ Լավ ոնց կարելի է, լավ, ես չեմ կարող հասկանամ։ Սա աշխարհի ամենահզոր երկրի
Այդ որ կկանգնեն ճաճանչափալ կասեն թե ինչ համալսարաններ են ավարտել Ամերիկայի, անունը գտան ոտքի կկանգնեն, կասեն կայմար, շատ լուր, մի հատ իրավաբան չկա, ասի ընկեր ջան, լա այդ մեծ յոթնյակը տոսկի մեծ էլ չի, ընդամենը եղել է J7, 7-ի խումբ, հետո ջեն կարդացել են great, մեծ, այդքան բան, չկա տենց միջազգային կազմակերպություն, չկա տենց կանոնադրության, անդամակցության և դուրս գալու, խորհրդակցական հարթակ է, այդ խորհրդակցական հարթակը խորհրդակցում են նրանց հետ, որոնց հետ կոմֆորտ է խորհրդակցել, դա Եվրամիություն չի, դա ՆԱՏՕ չի, անգամ ՇՕՍ չի, կազմակերպություն չի, ԵԱՏՄ չի, ՀԱՊԿ չի, լավ ո՞նց կարող է տարական բանը համառորեն ամիսներով այս մարդը պնդի, չէ պետք է Ռուսաստանը դառնա մեծութնակի անդամ, այ հիմա հեսա Ուկրաինան կստորագրի, Ռուսաստանին կմտցնեն, այս ձևով է այս հարցերը կարգավորվում, դրա համար պատկերացնում ես, որ ստեղ չկա կոլեկտիվ քննարկման որևէ բան, սա ինքը ուղղակի իր երազանքը Պուտինին փրկի և Պուտինին վերադարձնի, Պուտինը վերադառնա, իր տեղը վերադառնա, երաշխիքներ և իրականացման մոնիթորինգ, ԱՄՆ անվտանգության երաշխիքներ է տրամադրում Ուկրաինային, ստեղծում է ԱՄՆ Ռուսաստան աշխատանքային խումբ համաձայնագրի իրականացման մոնիթորինգի համար, Ռուսաստանը ամրագրում է Եվրոպայի և Ուկրաինայի դեմ չհարձակման քաղաքականությունը օրենսդրության մեջ, միջուկային զենքի չտարածման պայմանագրերը երկարաձգվում են, մարդասիրական հարցեր ռազմագերիների փոխանակում և այլ, Ուկրաինան ընտրություններ է անցկացնում համաձայնագրի ստորագրումից 100 օր անց, Էդ էլ Ուկրաինային Ռադան է որոշում, թե ոնց անեն, որպեսի դնեն, որովհետև ռազմական դրության ժամանակ ընտրությունը հետաձգվել է, Զելենսկին եթե նույնիսկ ինքը ստորագրի այս փաստաթուղթը, դա բավարար չի, բնական է, որ համաձայնագիրը ստորագրելուց հետո այդ համաձայնագիրը վավերացնելու խնդիր չունի, բա ոնց է ստորագրելուց 100 օր հաշվում, կարող է վավերացնելը շատ աղմկոտ ու տեղի չունենա, կամ կարող է Ռադան չհամաձայնվի այս վիճակով նոր ընտրություններ դնելու, այսինքն նշանակում է նաև օրենսդիր մարմնի վրա որոշումով ազդեցություն գործադրել, սա Փաստաթուղթը կոչ է անում ապահ դադարեցնել կրակը բոլոր կողմերի համաձայնության գալուց հետո և ստեղծել խաղաղության խորհուրդ Դոնալդ Տրամփի նախաձեռնությամբ, որը որ կվերահսկի համաձայնագրի իրականացումը։ Դոնալդ Տրամփը, որ ասում էր Եվրոպայի օվկիանոսը բաժանում, ես ինչ գործ ունեմ Ուկրաինայի հետ, գնացեք դուք էլ հարցերը լուծեք, զենքն էլ ինձանից առեք, փողերն էլ տվեք, մենք օգնենք։ Հիմա ինքը իր նախագահությամբ խաղաղություն, որ ընդամենը մի ամբիոնից 9 ամիս էլ ասի, որ 9 ամսում 9 պատերազմ դադարեցրեցի, 10 ամսում 10 պատերազմ, 11 ամսում 11 պատերազմ, բայց իրական է սա ժողովուրդ ջան, սա լուրջ է, լավ չեմ հասկանում։ Այսինքն այս իրավիճակում սենց խաղեր են անում։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ տեղակալ Քրիստինա Գայովիշինը խոսելով ԱՄՆ-ի կողմից առաջարկված խաղաղության ծրագրի մասին հիշեցրել է, որ երկիրն ունի կարմիր գծեր, որոնք հստակ և անփոփոխ են։ Մենք երբեք ոչ պաշտոնապես, ոչ էլ որևէ այլ կերպ չենք ճանաչի որպես ռուսական Ուկրաինայի տարածքը, որը ժամանակավորապես օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Մեր հողը վաճառքի ենթակա չէ, Ուկրաինան չի համաձայնի որևէ սահմանափակման իր ինքնապաշտպանության իրավունքի կամ մեր զինված ուժերի չափերի և կարողությունների վերաբերյալ։ Մենք նաև չենք հանդուրժի մեր ինքնիշխանության որևէ խախտում, այդ թվում մեր ինքնիշխան իրավունքները ընտրելու այն դաշինքները, որոնց ցանկանում ենք միանալ։ Մենք չենք պարգևատրի ռուսական ագրեսիայի հիմքում ընկած ցեղասպանական ձգտումները, խաթարելով մեր ինքնությունը, մասնավորապես մեր լեզուն, հայտարարել է Քրիստինա Գայովիշինը։ Եվ այդտեղից խնդիրը որն է, այսինքն շատ տեղերից են խոսում, որ սա օկուպանտին խրախուսել է նշանակում, որ օկուպանտ ինչ որ վերցրել ես, լամի բան է լավ էլ քեզ կտանք, որպեսի դու խելոքանաս, բայց օկուպանտին որ խրախուսեց նոր աշխարհակարգը ինչ տեսք է ունենալու։ Ես հասկանում եմ, որ Դոնալդ Տրամփը շատ է սիրում, ասենք, բաներին, դիկտատորներին։ Կիմ Չեն Ընին ասում էր կարոտում եմ, Պուտինին կարոտում է, Լուկաշենկոն լրիվ ուրիշ տղա է։ Այս Սիրիայինն էլ նոր է դառել, sense բարի երիտասարդ, մինչև այդ բաներ, ահաբեկիչ էր։
Ես հավատացնում եմ, եթե Մադուրոն լավ տարբերակ առաջարկի Տրամպին, կասի ինքը ուժեղ տղա է, ես իրան շատ սիրում եմ, ինքը շատ ուժեղ տղա է, հետը զրուցեցի, հիանալի անձնավորություն է։ Բայց դա Ամերիկայի հեղինակությունն է, ժողովուրդ ջան։ Ամերիկայի դերի ու հեղինակության անունի հարցն է, որ այսինքն Ամերիկայի հասարակությունը գիտեք սա նորմալ է ընդունելու։ Գերմանիայի կառավարությունը հաղորդում է. Մերցը, Մակրոնը, Ստարմերը եւ Զելենսկին համատեղ հեռախոսազրույց են ունեցել։ Դե Մերցը Գերմանիա, Մակրոնը Ֆրանսիա, Ստարմերը Մեծ Բրիտանիա։ Հեռախոսազրույցում ընդգծվել է, որ Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների մեկնարկային կետը պետք է լինի շփման գիծը։ Նշվում է, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր պահանջում է եվրոպացի գործընկերների հավանությունը եւ կոնսենսուսը։ Այս սա ինչի մասին խոսում էինք։ Դնել քո ադմինիստրացիա մի հատ թուղթ գրել, ասել է սա, դուք պետք է անեք, որից հետո այդտեղի կետերի հիմնական մասը վերաբերվում է ուրիշներին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի առաջնորդների հետ հեռախոսազրույցից հետո ասել է. Քննարկեցինք Ուկրաինայի եւ ամբողջ Եվրոպայի համար խաղաղության ծրագիր։ Մենք գնահատում ենք ԱՄՆ-ի նախագահ Թրամփի եւ նրա թիմի ջանքերը այս պատերազմը դադարեցնելու համար։ Մենք աշխատում ենք ամերիկյան կողմի պատրաստած փաստաթղթի վրա։ Սա պետք է լինի մի ծրագիր, որը կապահովի իրական եւ արժանապատիվ խաղաղություն։ Մենք համակարգել ենք հաջորդ քայլերը եւ համաձայնության ենք եկել, որ համապատասխան մակարդակների թիմերը կաշխատեն միասին, նշել է Ուկրաինայի նախագահը։ Հետո հետագայում էլի է անդրադարձել ինքը։ Հիմա մեր պատմության ամենադժվար պահերից մեկն է։ Ուկրաինան կարող է շատ դժվար ընտրության առաջ կանգնել, կամ արժանապատվության կորուստ, այսինքն այս կապիտուլյացիոն փաստաթուղթը եթե ինքը համաձայնվի, կամ կարևոր գործընկերոջը կորցնելու ռիսկ Միացյալ Նահանգներին։ Այսինքն փաստորեն Վոլոդիմիր Զելենսկին իլուր աշխարհի ասում է, որ իր վրա ճնշում են գործադրում գնալ զիջումների։ Իսկ ինչի է Ամերիկան ճնշում Ուկրաինային, որ գնա զիջումների։ Որ ով է տեղ հաջողություն, որ փրկվի Ռուսաստանը, Պուտինն ասում է, որ պատերազմը պարտվեմ, երկիրս կքանդվի։ Իսկ ինչի է Դոնալդ Տրամպը ատամներով ցանկանում պահի մի երկիր, որը հարձակվել է հարևանի վրա, իսկ եթե իրան չտաս իր ուզածը, իր երկիրը քանդվում է։ Ինչին է պետք իրան տենց գործընկերը։ Եթե օգտակար հանածո ես ուզում, Ռուսաստանի Պուտինի իշխանությունը որ տապալվի, այդ հանքերը վերանալու է, օգտակար հանածոն վերանալու է, ով էլ տեղը կգա, նա նորմալ ձևով Եվրոպայի հետ կաշխատի էլի։ Հո Պուտինի սխալը չի շարունակելու։ Հիմա ինչ է ասում, Միացյալ Նահանգները նրանք մեզանից պատասխան կսպասեն, չնայած ես պատասխան տվեցի 2019 թվականի մայիսի 20-ին, երբ հավատարմության երթում տալով Ուկրաինային, ասացի, որ խոստանում եմ պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը, նշել է Զելենսկին։ Այսինքն իմ խոսքը դա է, ես դրանից ավել իմ ժողովրդին դա եմ խոստացել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Ուկրաինայի վերաբերյալ ոչինչ չպետք է որոշվի առանց Ուկրաինայի։ Ինչպես երեկ նշվեց, 28 կետերից բաղկացած ծրագիր է ներկայացվել, մենք կքննարկենք իրավիճակը ինչպես եվրոպացի առաջնորդների, այնպես է G20-ի շրջանակներում գտնվող առաջնորդների հետ։ Ես նաև կկապվեմ նախագահ Զելենսկիի հետ այս հարցը քննարկելու համար։ Կարևորը մեկ հիմնական սկզբունք մենք միշտ հետևել ենք այն կանոնին, որ Ուկրաինայի վերաբերյալ ոչինչ չպետք է որոշվի առանց Ուկրաինայի, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը։ Հիմա տեսնում եք ինչ դաժան իրավիճակ է առաջացել, որովհետև Դոնալդ Տրամպը այս ընթացքում քայլեր էր անում, որ Ռուսաստանը հասկանա պատերազմը շարունակել հնարավոր չի, սանկցիաները կիրառում է, այս ընթացքում այս սանկցիաները շարունակվում է, բայց այդ ընթացքում ինքը բանակցում է, որ Ռուսաստանին ասի, տես, ես կարող եմ քո վրա ճնշեմ, բայց արի ես քեզ օգնեմ գործարք կնքենք իր հետ ի վնաս Ուկրաինայի, բայց սա շատ լուրջ հեղինակային հարված է հենց Միացյալ Նահանգների նախագահին, ինքը այդ ընթացքում կհամոզվի։ Իսկ մեզ համար դա նույնպես շատ լուրջ խնդիր է, որովհետև Ռուսաստանը, որը պատերազմը դադարելուց հետո չի իմանալու իր զորքի հետ ինչ անի, չի իմանալու իր երկրում այդ ստեղծված իրավիճակը, այդ որ
Աշճանաբար թեկուզ սանկցիաները հանեն, սենց գլխապատառ բոլորը չլծվեցին Ռուսաստանի տնտեսությունը ոտի կանգնացրեցին։ Դուք գիտեք, ասենք ինչ վիճակ է եւ դա ինչքան ժամանակ է պետք, որ նա կարողանա նորմալ հունի մեջ ընկնի։ Էն էլ ես չգիտեմ նորմալ հունը որն է մի երկրի համար, որը ցարական Ռուսաստանից մինչև այսօր այս աշխարհագրական տարածքի վրա, որը եթե տանես պրոյեկտես ցարական Ռուսաստանի, այսինքն 100 տարուց ավել բնակչությունը չի աճում։ Մարդիկ այս օգտակար հանածոների պայմաններում չեն ապրում այդ տարածքում։ Այդ պարագայում 3 միլիարդ մարդ է ապրում Չինաստան գումարած Հնդկաստան, որ երկուսի տարածքը գումարես Ռուսաստանի տարածքից փոքր է։ Չեք տենում, որ այդտեղ հնարավոր չի։ Այդ օգտակար հանածոները, այդ ամեն ինչը պետք է լինի նորմալ կառավարման ներքո։ Չի կարող Պուտինի կառավարման ներքո լինի։ Ու շատ դեպքերում լինում է, որ ասենք հիմա այդ էլ ուղղակի ասեմ, որ պատկերացնեք, որ Հայաստանի ապագայի հետ կապված, որ ես այդքան անհանգիստ եմ, նույնիսկ եթե Հայաստանը մընտրությունները չգնար, թե ով է Ռուսաստանի շահերը սպասարկելու, էլի մեկ է Ռուսաստանի թեմայից խոսելու ենք, որտեղ դրանով պայմանավորված է նոր աշխարհակարգը։ Առավել եւս հիմա ավելի ասրվել, երբ որ մեր մոտ ընտրությունը գնում է այդ թեմայի վրա, թե ինչա տեղի ունենալու։ Բա ինչ անելու Ռուսաստանը, եթե հանկարծ իրան հաջողվի ցույց տալ, որ ինքը հաղթանակ տարավ, այսինքն ագրեսիան խրախուսվեց։ Այդ դեպքում մեր երկիրը ինչ վիճակում է հայտնվելու։ Մենք գիտենք, չէ երկու պարագայում էլ մենք խնդրեմ ունենք։ Ագրեսիան խրախուսվեց, ագրեսիան շարունակելու է, ինքը տապալվեց, մնալու ենք փլատակների տակ։ Բայց սա է այս խնդրեմն է, որի մասին խոսում ենք։ Մենք մեր երկրի ապագան, ու շատ դեպքերում մարդիկ են ելնում, որ ասում են ինչի չեք տեսնում, ասենք արևմուտքը միջի խնդիրներ չկա, ասում ենք իհարկե կա, ով ասում չկա։ Ինձանից շատ է այդ խնդիրներից խոսում։ Բայց հետո մենք ընտրություն ենք կատարում, համեմատության մեջ ենք դնում։ Կոնկրետ, եթե մենք խոսում ենք, ընդեղ էլ խնդրեմ կա, ընդեղ էլ համեմատելու է դրանք։ Եթե մենք ենք ընտրություն կատարողը, մենք ընտրում ենք ավելի լավ, ինչ կա չհասկանալու։ Իսկ որպեսզի ավելի պարզելի, նաև բացատրել է։ Խոսակցության ընթացքում հիմա հրապարակային էլ կարող եմ ասել։ Ասում եմ հիմա ես ծնված խորհրդային միությունում, որ ունեցել եմ անձնագիր, որը մինչև հիմա մնում է, որովհետև դե պահում ես չես իմանա, փաստաթուղթ է էլի։ Որտեղ գրած է ռուսերեն ԽՍՀՄ քաղաքացի։ Այդ պետության մայրաքաղաքն էլ Մոսկվան էր։ Ես որ ծնվել եմ Խրուշչովն էր, խորհրդային միության ղեկավար Պուտինն ուր էր։ Ես որ Պուտինին քննադատելուց հետո կարող եմ մտնել Ռուսաստան, ասում են, չէ, ինչ ես խոսում։ Եթե հանկարծ մտնեմ, կարող եմ քննադատել Պուտինին, ասում են կկալանավորեն, կարող ես, բայց կկալանավորեն անմիջապես։ Հետո ասում են չքննադատեք Պուտինին, մենք խնդրեմ կունենանք։ Ռուսաստանի մեր հայրենակիցները։ Իսկ mən նույն բանն ասեմ։ Ես ոնց այսօր խոսում եմ, նույն ձևի, որ գնացել եմ Ամերիկա, հայտարարել եմ, որ առաջիկա 20 օրը Ամերիկայից եմ ելույթ ունենալու, չէ։ Կոնկրետ տեղներ նշել եմ, Գլենդել եմ, թե Ֆրեզնո եմ, թե Լաս Վեգաս եմ, հա։ Նենց չի, որ մի հատ խոսել եմ, դուս եմ եկել։ Որևէ մեկը ասել է, որ դու ինչ ես քննադատական խոսք ասում, հա։ Նույն Դոնալդ Տրամպի օրոք 10 տարվա վիզա չեն տվել Ամերիկա։ Այն դեպքում, երբ որ ասում են Facebook-ի էջն էլ գրի, YouTube-յան էջն էլ գրի։ Բայց տարբերությունը դա է, ժողովուրդ ջան։ Բայց եմ ասում։ Այդ եմ ասում, որ սկիեմ պետության մայրաքաղաք ես չեմ կարող մտնեմ, որտեվ այսօրվա իշխանությանը քննադատում եմ։ Գտնվել է հարյուրավոր մարդկանց հետ եմ շփվել Ամերիկայում։ Մեկը ասել է, բա որ դու քննադատես Ամերիկայի իշխանությանը, մենք խնդիր կունենանք, դա այնքան ծիծաղելի է։ Բայց դրա համար ասեմ տարբերությունը հիմա տեսեք։ Ես քննադատելով օրվա իշխանությանը գովերքում եմ համակարգը։ Իսկ դուք պաշտպանելով օրվա իշխանությանը Պուտինի, դրանով իսկ քննադատում եք համակարգը։ Հայաստանից անգամ վախենում են Պուտինին քննադատեն, ասում են, վայ չէ, մենք ռուսամետ ենք, Պուտինի ոնց ասենք պատերազմը սխալ է։ Ասում եմ ինչ ա եղել Պուտինի հետ այնքան աղոհացես կերել ամոթայերեսը չի բռնում, կարող է զանգի ասի, բա չես ամաչում, չես հարգում մեր հացը։ Ո՞վ է քեզ համար Պուտինը կամ ով ես դու Պուտինի համար։
որ դու Երևանում նստած վախենում ես կարծիք հայտնես։ Իմ մոտ նստում ես ոչ հրապարակային ասում ես հայ իզուր մտավ Ուկրաինա ճիշտ եք ասում։ Բա ասեմ հրապարակային ասում ոնց ասեմ։ Այսինքն ով Պուտինը նեղանալու է քեզանից։ Հիմա տարբերությունը տեսա, ասում են դիտավորյալ ես անում։ Իշտ եմ դիտավորյալ անում։ Ես հանգիստ ինձ համար իմ խոսքը ասում եմ, դրա դիտավորյալը ո՞րն է։ Այդ եթե դրանից նաև մարդիկ հասկանում են, որ առարկայական ցույց է տալի, այ ահա Ամերիկայի ու Ռուսաստանի տարբերությունը, բայց դրանից այո ցույց եմ տալի առարկայական տարբերությունը։ Տարբերությունը տեսեք, ինչի ենք մենք ուզում, որ ազատ երկրի հետ գործընկեր լինենք։ Բայց դրա համար ենք ուզում։ Պարզ ինչ ենք ուզում։ Հայ ժողովուրդը աշխատող ժողովուրդ չի։ Բա գնացեք նայեք գիշեր-ցերեկ չեն աշխատում։ Բա աշխատող երկրում են, բանը աշխատանքը գնահատող երկրում են։ Ազատ երկրում են ապրում։ Եվ օրինակն է ձեզ պարզ բերեցի ցայտուն առարկայական։ Իմ բառապաշար մի բառ փոխվել է, թե ընդեղից եմ խոսում, թե այստեղից։ Բա դուք շատ նորմալ եք համարում, որ Ռուսաստանը կբանտարկեն, ախր։ Ասում եք, հա բա ինչ պետք է անեն։ Ոնց կաղապատայի Պուտինին քննադրես չբանտարկեն։ Վերջ։ Էլից պետք չի բան բացատրեմ, ես այդ բացատրածը ձեր աչքի առաջ ցույց տվեցի կոնկրետ օրինակի վրա։ Ու շարունակելու ենք աշխարհում, որտեղ թերություն լինի, ասենք, աշխարհում, որտեղ լավ բան լինի, մագնիսի պես քաշենք, վերենք Հայաստան։ Բայց աշխարհում, որտեղ թերություն լինի, ասենք, որ մարդիկ ճիշտ կողմնորոշվեն։ Իսկ այդ թերությունը ասելուց հետո դրա հետևանքով էլ հասկանաք, որն է մեր ընտրությունը, նայա թե նայա։ Ավելի պարզ օրինակ էլ ոնց բերեմ, ժողովուրդ ջան։ Հիմա մի բան էլ ուղղակի Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 3 գումարած 3 ձևաչափով հաջորդ նախարարական հանդիպումը պետք է տեղի ունենա Բաքվում կամ Երևանում։ Եվ մենք հույս ունենք, որ ադրբեջանցի եւ հայ գործընկերները կարողանան օպերատիվ կերպով կողմնորոշվել նախարարների նիստի կազմակերպման հերթականության հարցում փաթեթային պայմանավորվածության հիման վրա, թե ով կանցկացնի միջոցառումը այս տարի, ով հաջորդ տարի, ասել է Զախարովան։ Իհարկե դե խոսքը վերաբերվում է նրան, որ 3 տեղը անցել է, 3 գումարած 3-ից Վրաստանը չի մասնակցում, Ռուսաստանում անցել է, Իրանում անցել է, Թուրքիայում անցել է, մնացել է Հայաստան, Ադրբեջան։ Հիմա արդեն թե առաջ այսօր որը կանի, մյուս տարի որը կանի, Ռուսաստանը դա մեկնաբանում է 3 գումարած 3 հարթակը այդքան կարևորում։ Բայց ցավալին նա է, որ ինքը կարևորում է անընդհատ, որովհետև ինքը ներկայացված է, բայց մեր իշխանություններն էլ են կարևորում, որովհետև մեր իշխանությունների այդ ջերմ ակտիվությունը նաև Ղազախստանի հետ կապված, որ ցույց են տալիս, դուք պետք է նայեք որևէ երկրի հետ գործընկերությանը, ով պետք է դեմ լինի, վատ կլինի որ Ղազախստան, եկա երկիր է, ինչ վատ կլինի աշխատել, բայց գնահատականներն եմ ասում, ինչ գնահատականներ են իրանք Հայաստանին տալիս, ինչ գնահատականը Հայաստանը տալիս իրանց, սրա մասին է խոսքը։ Մարիա Զախարովան մեկ էլ ինչ է ասում, Հայաստանին գրեթե բացահայտորեն խրախուսում են հետևել Մոլդովայի եւ Ուկրաինայի օրինակին, եվրաինտեգրման երկու հակագովազդի։ Զախարովայի խոսքով արևմուտքի ապակառուցողական քաղաքականությունը Հայաստանին Կովկասում վերջին ժամանակներս թափ է հավաքում։ Եվրամիությունը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հայաստանում դրամաշնորհների, քաղաքական ճնշման եւ տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով, պարտադրելով նեոլիբերալ քաղաքականություն եւ ձգտելով խթանել ռուսաֆոբ տրամադրությունները հասարակության մեջ, նշել է Զախարովան։ Ով պետք է իրան պատասխանի։ Պաշտոնական տեսակետ է հայտնում։ Այսինքն Եվրամիությունը մեր իշխանությունների վրա ճնշում է։ Բերանն չի չեք փագում։ Ասեք ինքեր մի հատ փաստ ունես, որ մեր վրա ճնշել են։ Կոնկրետ փաստ դուրի ասա ճնշել են։ Բայց Ռուսաստանն էլ է, չէ, Նիկոլ Փաշինյանը եղբայրական երկիր համարում։ Պուտինի հետ համարում այնպիսի հարաբերություններ ունեն, իսկ Ռուսաստանը որոշում կայացնողը Պուտինն է։ Ո՞վ է որոշում։ Զախարովան է որոշում։ Սալավյովն է որոշում։ Եթե Պուտինի հետ դու ոչ մի խնդիր չունես, ուրեմն ոչ մեկի հետ չունես։ Բայց հիմա կոնկրետ Ռուսաստանից, եղբայրական Ռուսաստանից, այսինքն Փաշինյանի համար եղբայրական, քեզ մեղադրում են։
Պատասխանի, բաղ պետք է պատասխանի։ Եթե գտնում եք, որ այդ մարդիկ սխալ են ասում, ասեք, եթե գտնում եք ճիշտ են ասում, դա էլ ասեք։ Որտեղ անընդհատ իրանք այս թեման, անընդհատ այդ թեման առաջ են տանում։ Մենք պետք է ի վերջո իմանանք ինչ է։ Եվ մի բան էլ կարճ անդրադառնամ, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը ինչ է ասում։ Այսօրվա իրականությունն այն է, որ մենք այլևս ընտրություն չունենք, մայրաքաղաքի տեղափոխումը անհրաժեշտություն է։ Դրա պատճառը ըստ պետության ղեկավարի ջրամատակարարման հետ կապված զգալի խնդիրներն են, որոնք զուգորդված են քաղաքային բնակչության աճի հետ, կարող են հումանիտար աղետ ստեղծել։ Սրա մասին վերջերս էլի ենք խոսել, դե առաջի դեպք չի, որ ինքը սա ասում է։ Էլի հիշենք, թե Երևանի գլուխը ինչ են բերում։ Այն աշճանի բերեն, որ ստիպված են Երևանն էլ տեղափոխել։ Այլևս զգան, որ անհնարին է այս քաղաքում ապրել, որովհետև քաղաքի մեջ քաղաք կառուցեցին, ինչի համար, ինչ խնդիր էր իրանց առաջ դրած։ Որն էր դրա նպատակը։ Արհեստականորեն այդ առաջարկը լցրեցին Երևան, ոչ մի թողունակություն հաշվի չառնելով։ Գծերի, չգիտես ինչերի, հեղեղատարների, փողոցների, ոչ մի բան։ Օդնել ամեն օր գրեք աղտոտված է։ Հիմա գոնե Իրանի օրինակ, ամեն անգամ աշխարհի օրինակ բերում ենք հասկանալու համար։ Ուզում եք կանգնեք փաստի առաջ։ Սա է արդյունքը։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։